իրանց ծնողին սիրում հարգում են, պատվում են, խոսքից չեն անցնում, բայց անապաշխար մարդիկ են, ասենք մարդ են դրանք, մարդ են, որ հասկանում են, այս մարդից են ծնվել, բայց դու էդի չես հասկանում, դու հավատացյալ ես, քեզ ինչ հավատացյալ, առաջին հերթին մարդ կոչվեք, հետո նոր հավատացյալ կլնեք, ես մի անգամ էդի պատմել ասել եմ, այս սարի արանքով ճանապարհ կա, եղել է որ էքսպերտ տարեցես։ Մի հատ մարդիկ եկել են մեքենայով բարձրացան, խարաբել էր, արդեն 8 ժամ էր, եկան մի քանի հոգին, չգիտեմ, 3-ին թե 4-ին թե 5-ին չեմ հիշում։ Եկան ասեցին դուք եք պատասխան ասա ինչ է եղել, բայց մեր մեքենա մնացել աստեղ, փակել ենք, թույլ կտակ մի գիշեր ստե գիշեր ենք։ Ես հանրացի կերծրեցինք, խմցրեցինք, լավ տեղաշորներ գցինք, խնդրինք, առավոտ էլ պատվիրեցին ճաշանում, որ նորից կերծրեն, խնդրեն, սրանք գնացել էին, պատմել էին տարբեր տեղեր, եկավ հասա մեր ականջին։ Ասում է, ինչ ժողովուրդ են, ինչ մաքուր ժողովուրդ են, այ մարդ ասում է, մեզի կերծրին, խնդրին, վերջը շատ սիրալի, ինչ օրհնած, մեր մասին ես ինչ, բայց հավատացյալի բերում ենք 10 օրս թե կերծրին խնդրում ենք, գլում մեզի բամբասում թողում է թվում։ Հիմի ենի ամարդ հետի, հլում մեր հասեին բամբասում է, որ մեկ ինչ խիստ ենք խոսում, մեկ ինչ պահանջելով ենք խոսում, հլում մեզի չարախոսելով, անարգելով, էթում աստայից, հիմի այս մարդը մարդ էր, որ իրան բարություն է սարել, չէ, բարություն է սարել, այս մարդը գնահատել է, բայց կես 10 օր կերցնում են, խմցնում են խեղճ եղբայր քույրերը, տանջում են, դու քնած ես մարդիկ զարթնում են ճաշ են եփում։ Հասկանում ես։ Դու քնած ես եղբայրները գիշեր հերթապահություն են անում, հսկումներ են անում, այս հոգու հետ նստում են մինչև գիշերվա 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը մինչև անգամ նստում ենք, այդ մարդին աղոթք ենք անում, բացատրում ենք, մեկ է ցարես ինչ սենյակից հիվանդա ջերմությունա բարձրացել, սիրտնա բացացել, տարբեր վիճակներ եղել։ Այդ ապրումները ապրում ենք, չէ՞ մենք։ Պետքան բանանում ենք քո համար, սիրելիս։ Եվ ստեղ շահ չունեն եղբայրների քույրը։ Ծրի ծառայում ենք քեզ։ Դու փոխանակ շնորհակալն ես Աստծուց, մի հատ էլ ասես Տեր Աստված, օրհնիր այդ մարդիկ ավելի լավ ծառալն են, էլի։ Էդի բերանը չի բացվետի ասես, բայց բամբասել կարաս։ Հիմի այդ մարդիկ, որ գնացին, դրանք մարդ էին, հասկացամ, որ իրաց բարություն էին, բայց դու այդ մարդից էլ ես ցածր, որ բամբասում ես, չարախոսում ես, ավել պակաս ես խոսում։ Մի սենյակում ապրում են, իրեն յոլա չեն եթում։ Ես համոզված եմ ստեղ նստած հոգիներ կան, որոնք իրար հետ յոլա չեն եթում, կռվում են սաղոր, բայց մի սենյակում են քնում, ստեղ էլ գալում են աղոթում են։ Ես գիտեմ, այդպես մարդիկ կան, ստեղ նստած են։ Կարծում եք ես բանից խաբար չեմ։ Ճանճը դեզա ես խաբար եմ ելնում, պրոստը շատ բան չեմ խոսում։ Բաներ կա, որ պետք է սովորեք, դաստիարակվեք, մարդ դառեք։ Մարդիկ, որ քեզ հարգում են, սիրում են, ծառայում են քեզ, այդ մարդին գնահատի։ Գնահատի։ Այսօր, որ դու 7000 դրամ տվել ես եկել ես, եթե գնացեք կողքի ճամբարներ կա, մի օր քնելու համար 2-ից 3000 դրամ փող են ուզում, ուտելիք չեն տալում, քնելու համար, մենակ դատարկ քնելու համար, 3000 դրամ փող են տալում, ասին քո տված փողը 2 օրվա քնելու փողը, բայց քեզ թար մսով, թար պանիրով, չէ, ամեն ինչ թար բանով քեզ կերակրում են, բայց դու ուժելի, ես համոզված եմ ստեղ շատ նստած, իրենց տանը շաբաթներով կարող միշտ չուտել, բայց ստեղ ամեն օր ուտում ենք։ Սասինսկին ամեն օր առավոտ կարագը, ես համոզված եմ ստեղ շատերը նստած, իրենց տանը ամեն օր կարագ չեն ուտում։ Եվ չկա այդ հնարավորությունները, բայց ստեղ ամեն ինչը թար, լավ, նորմալ, եւ կերակրում ենք ես, քո տված գումարն էլ 2-3 օրվա քնելու փողը։ Էսի որ ասում ես, մարդիկ չեն հավատում, գիտես, անհավատներ չեն հավատում, որ 10 օրը մարդ եթում է լագեր, 10-ից 2 հոգին էլ ծրի են, 2 հոգին էլ ծրի են, ասինքն
մի հոգում, որն ես գցում ես գալու է 5600 դրամ 10 օրվան։ Ոչ մեկ չի հավատա, որ դա գումար չի այսօր վիճակում։ Հասկանում եք։ Բայց քեզ այսքան ծառայություն անեն, բայց դու փոխանակ շնորհակալն ես, գնահատես, մեծ աղոթ ես մեր վրա։ Ու փող չենք ուզում քեզ, աղոթել դժվար։ Մեզ մի անիծի, հա։ Անիծում ես կոֆի դա թափում, մերն չի թափում։ Մեզ ինչքան անիծես, ինչքան բամբաս է, մենք կօրհնվենք։ Որտեւ ես այդպես եմ հասկանում։ Ասում եմ, եթե սուտ տեղը, ձեզի, չէ՞։ Վատ բաներ կասեն, մի հատ եղբայր ինչ էր ասում։ Ասում էր, շատ հավատացյալներ ասում են, հեչ իմաստություն չունեն։ Ասում եմ, ինչի եղբայր։ Ասում եմ, չեն ուզում հեչ հարստանան։ Չեն ուզում։ Ասում եմ, գրքում գրված է, եթե մեկը սուտ տեղը քեզ անարգում է, անպատում, անարգում է, Աստծո խոսքում գրված է, որ քո վարձքը շատ է երկնքում։ Հիմա եթե քեզ մեկը անարգում է, քո փողը երկնքում շատանում է, քո վարձքը շատանում է, այդ մարդիկ փոխանակ շնորհակալն ես, այդ մարդկից դժգոհում ես։ Մեկը քեզ միլիոներ օգուտ է տալի, քեզ անարգելու օգուտ է տալի։ Բայց այդ մարդիկ շնորհակալ եղի, որ քեզ անարգում է, որ քո վարձքը շատ է երկնքում, գրած է։ Բայց քեզ հարստացնող, հոգևոր հարստացնողից դու շնորհակալ չես լինի։ Այ հոգևոր մարդը տենց հասկանում։ Հոգևոր կյանքը խիստ հակառակ է այս կյանքին։ Այս կյանքում սենց է։ Ինչքան կարես մարդկանց վախեցնես, քո փողով, քո դիրքով, քո պաշտոնով, քո լեզվով, քո ճարպկությամբ մարդին ճշես, քեզի վախեցնես, ենթարկի քեզ։ Էսի աշխարհի հոգին է։ Եվ ամբողջ ժողովուրդը նրանով են ապրում։ Այսինքն Օրինակ եղել է դպրոցում, ես իմացել մի դպրոց, որ մոտիկ այդպես ապրում է ժամանակ, դասատուն ասում է տղա ջան, այդ թուղթը վերցրա, շնորհակալություն սենց եմ, դու վերցրա, ասում է, չես վայրում վերցնես, այս դասատուն ջղայնանում է թումական ջոլորում է, այս տղան թողում փախնում է դպրոցից, այդ մա իրա քեռում մորքու, չգիտես ինչ տղեկին հավաքում, ավտոմատներում բերում դպրոց։ Այդ դասատուին շանցեց են տալում, այդ տղուց է ներողություն են խնդրել տալիս, ու եթում են։ Մենք ապրում ենք այսպես ժամանակաշրջանում։